կոմունիստական բյուրոներ կան, այդ գործով զբաղվող իրանց հյուրանոցները ունեն, իրանց բժիշկները ունեն, այդ հրեկանանց ստուգելու եւ ծննդաբերությանը օգնելու համար եւ այլն, այսպեսի մեծ ինդուստրիա է դարձել այս գործը։ Դրա դեմ ուրեմն այս նոր proposed, այսինքն առաջարկված օրենքը ասում է, որ պետքա քաղաքացիություն ունենալու համար երեխան որ ծնվում Ամերիկայում տարբերակներ կան։ Մեկը որ պետքա ծնողներից մեկը անպայման քաղաքացի լինի, մյուսը կարող է բան լինի, green card ունենա։ Կամ ուրիշ ձևը կա, որ գոնե պետք է բաններ, այնտեղ կա որ ավելի խիստ ավելի կոնկրետ են ասում, ասենք թե որ ով պիտի քաղաքացի լինի, հայրը թե մայրը։ Քանի որ օրենքը դեռ չի անցել, ես չեմ ուզում շատ խորանամ սրա մեջ, միան ասեմ, որ այս նոր օրենքները եթե հիմա որ կան, եթե անցնեն, ես խիստ կասկածում եմ, որ կանցնեն, որ գործը գնացել է Գերագույն դատարան, Supreme Court-ը պիտի որոշի արդյոք 25-րդ այդ ուրեմն amendment-ը կոնստիտուցիայի կարող են իրենք նոր օրենք անցկացնելով փոփոխության ենթարկել թե չէ։ Բոլորս գիտենք, որ պես չի լինում։ Կոնստիտուցիան չես կարող օրենքով փոխել։ Դրա համար պետք է ամբողջ բոլոր նահանգները քվեարկեն եւ 2/3-ով պիտի անցնի, որպեսզի կոնստիտուցիան կարողանաս փոխես։ Մի հատ օրենք դնելով չի լինի։ Մատը ինչի են Տրամփի մարտիկս այս բաներ դնում աստված գիտի, բայց անում են։ Եվ բայց այս գործը գնացել է արդեն Գերագույն դատարան, որպեսզի տեսնեն թե կարող է պատահի ինչ-որ ինտերպրետացիայի հարց լինի, կարողանան տակից մի բան անցկացնել։ Բայց դրա մասում սա արագ բան չի, բայց այս տրամադրությունները կան եւ սա վրա լուրջ աշխատանք է գնում, չմոռանանք որ Տրամփը դեռ 3 տարի էլ ունի, հա, այս մի բան հասցնելու